չգիտես երբեք ինչ կլինի քեզ հետ հենց մի վարկյան հետո Դրա համար ապրիր ուրախ ու երջանիկ քեզ տրված կյանքը քո Դու հարաբարիքներ թե լինեն կարիքներ կյանքի ճանապարհին Անցնի 100 տարի մեկ էլ չի առնի երբեք ոտքդ քարի Համու հոտով կյանքը ինքան Չես հասնու վայելել անգամ Համու հոտունի ամեն օրը Միայն ժպտադու կարևորը Կյանքը քաղցր է երբ մարդ ունի իր կողքին Ընկեր ու բարեկամ Որ քեզ համար գիտես թե պետք լինի անգամ Իրենց կյանքն էլ կտան Այս աշխարհն մնացնի, սերը միշտ կմնա, չմոռանաս երբեք Սիրո մասին պիտի ամեն մի առիթի իրար համար երգենք Վախտա գտել զանգել Աշկս կպել էր Հեն կոլ նկարիր ոնց է Ինչ նկարի ես հազիվ ընտելանում եմ ես թազա ատմոսֆերի Որի մի հատ նկարի տնան ոնց եմ նայվում Դուր Ես Որոբես քիթը շատ գեշ է Ես պատկերացնում եմ, որ մեռն եմ Դագաղի մեջ մենակ քիթս է երևալու Պավերասում են կտրենք, տանենք վիրատենք, պրծնի քյալի Տղերք, իմ կյանքում ինչի հասել եմ, դուք էլ հետս Ես քթի շնորհիվ եմ հասել Պաստորեն քիթն ալի որ առաջ նորթեիլ այլ Բայց իմիքվանից սկսած ձեր քթով պտի յոլլա եթակ Արա, բայց մի բան պտի արվի տղերք Ես չեմ ուզում որ տնեցիկս սենց անդուր հիշեն ինձ Եսի պատկերացրուց տեղից շատ լավ էլ նայվում ես Այդ ծռությունդ ոչ էլ երևում է Արա, այդ չաշխատող կողմը դեմ կտանք պատին կտարնաս ղաշշանք բերել Մին պարկ է Արա, ինչ ես անում Արա, ինչ ես անում Պախանին ալև ինչ աշխատող կողմատ ընթարրապես չի երևամ Օգտի դուս գամ, լավ Օգտի մի հատ հելլեմ Տղեր, դուք իս մանկուս գիտեք Ես ոնց կարամ չաշխատող կողմ ունենամ 13 տարեկանից պախատ եմ անում Մերսի ապեր Այս դագաղի ավելի խորը չունեք պրաստորն էլի վերցածկել ուս քիթը չխանգարի Դե բարձրությունը նկատի ունի Ձեր համար եք հարցնում տղերք Կներեք էլի, վերցնելու եք թե չէ Լավ է լավ, պախանին արև վերցնում եք թա չէ, վերցնում եք թա չէ Այս դարում դու ինչ ապրանքս մեզ առաջարկում Վեշ կանձիցան էր ունի մաչին, վեշ զուքալան ունի, վեշ տելևիզոր, տա ինչ դագաղա Աղբերս մատ շուկան նայենք Իմ համար այլի նվերի համար չի, որ ինչ ասած վեգալ եմ Այլի, հետո ավտո չի, որ սենց վերցնենք մի քանի ամիս հետո թոթալ անենք գնա Մշտական բան է Բայց կարանք
մի ժամ գոնե կասայում պահենք, մենք մի հատ կողմնորոշվենք, հա? Դներ եք էլի, դուք հաստատ գիշեք, չէ։ Ուե։ Մենք արագ մի գործ ունենք։ Բժիշկի ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Էս ինչ եք անվել։ Սենց չի բժիշկի մոտ։ Այսօր այդ օրը չի հակնվեք։ Ես էլ ասի ժամանակ չկորցնեմ։ Այնքան շատ գործ ունեմ։ Վերջի անգամ 8-յոլասանում է գնացել բժիշկի, այն էլ վայենկոմատ էր տարել։ Այսինքն այսքան տարի բժշկի չեք այցելել։ Չէ, ինչի համար։ Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է։ Ես էլ ուղղակի ինգեները ստիպեցին, ասին գամ անալիզ տամ։ Մի քանի օր առաջ ուշքս գնաց։ Դե մի 4 օր չէի քնել։ Ինձ թվում է ոչ թե ուշքս գնաց, այլ ռեստի քնեցի։ Թե չէ փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է։ Նորմալ է թե նորմալ չի, ես կասեմ։ Դե ասա ցավը տանեմ։ Ոնց որ սերիալի վերջի տեսարանը լես։ Իտրիգես բան վաղներ գամ։ Մենակ եք եկել այսօր։ Չէ, տատս ա բերե։ Դուրսը ծխում է, ուզում ես կանչեմ։ Բժիշկ մեծ մարդ ենք, ասա տանեմ ինչ է գրածդ է։ Լավ։ Ստիպված եմ իրավիճակի ողջ լրջությունը ձեզ հայտնել։ Անալիզներն այդքան էլ հուսադրող չեն։ Ես անալիզերից հույս չեմ ուզում։ Դիագնոզ եմ ուզում։ Հեսա կասես, վիտամին D պակաս է, խոլեստերինը բարձր է, շաքարդել գծի վրա է։ Մի բուրդեղ կնշխանակես, որտեվ ձերի ասա Ամերիկան է տխմում։ Արման, Հա ջան։ քաղցկեղ։ MRI ցույց է տվել մետաստազներ։ Այնպիսի վիճակա, որ նույնիսկ կրկնակի անալիզի կարիք չկա։ Ինչքան։ Դե գումարը կախված է բուժման պլանից։ Եթե ապահովագրություն ունեք, Գումարը չեմ հարցնում, ժամանակն եմ հարցնում, ինչքան է մնացել։ Արման, մենք ամեն ինչ կանենք ձեր բուժումը։ Դու ինձ ասա ինչքան է մնացել։ Դե 2 ամիս, լավագույն դեպքում 3։ Շնորհակալություն։ Ցտեսություն։ Բայց ինչ եք անում, բուժման պլան է պետք։ Ինձ ապրելու պլան է պետք։ Լսեք Արման, ես ձեզ հասկանում եմ։ Գիտեք, օրական ինչքան նման խոսակցություններ եմ ունենում։ Բայց մենք կարող ենք սկսել քիմիոթերապիայով, վիրահատություն անել, օջախը հեռացնենք։ Օջախը լավ բառ է, բայց սխալ ձեռ եք օգտագործում։ Վիրահատվեմ, մի 2 ամիս հիվանդանոցում պարկեմ, համ ես տանջվեմ, համ ընտանիքս։ Չէ, էդի մեջի։ Ես չեմ թողնի սա այսպես սխալ է։ Սխալ է, ինձ մնացած ժամանակը հիվանդանոցներում վատնելն է։ Ես իմ ավելի շատ բան ունեմ անելու, քան մինչև կաբինետ մտնելը։ Բժշկի ջան, խնդրում եմ, այս ամեն ինչը մեր մեջ մնա։ Աստված ջան, արդար չելի, սաղ կյանքդ աշխատում ես, չարչարվում ես, ընտանիքդ պահում ես, երեխեքից մեծացնում ես, հենց պետք է դու կյանքդ վայելես, պարզվում է դրա ժամանակը չունես։ Արա, բախանից տարև դուս պենալի ասում, մայեստրո։ Բիզես, ես էլ հավանեցի։ Աստված ջան, ինչ պետք է անեմ, այս երկու որ ֆիլմը թողեմ։ Ախպեր դե ում թողես, իջացրու մեքենայի մոտ մենք կգնանք լի։ Երնեք ձեզ տղերք։ Ես ինչ ա եղել։ Այդ դու կողքով էիր քայլում, չգիտես ինչ ա եղել, ես որտեղից իմանամ։ Ինչ է իրան։ Լուսի էսա մի քանի ժամից մերոնք թռնում են ու 3 օր ֆուլ ազատություն ա լինելու։ Ոչ Լուսի հաստատ գնում են։ Լիկ ջան, բալես, չգիտեմ ինչ վերցնեմ, կօգնես։ Լավ կյանքս հետո կխոսենք։ Էդ ով էր։ Թինան, մամ։ Հաստատ Թինաներ։ Ինձ թվաց Արտյոմն էր։ Չէ, Տյոմը այսօր ինչ-որ խառն է։ Հա, ասում էր քեզ ինչով օգնեմ։
Մամ ինձ թվում է մինիմում 3 հատ քյութ շորիկ պետք է ունենաս։ Դե որ ամեն երեկո նոր լուքով լինես։ Դե վերջի վերջը ձեր 20 տարին է։ Մոմբոյց հալալա ձեզ։ Լսի ասում եմ, կարողա չգնանք։ Ձեզ այստեղ ոնց եմ մենակ թողելու։ Մամ մեծ մարդիկ ենք, ինչ պետքա լինի։ Ինչ պետքա լինի։ Դու ալարելու ես ինչ որ բան պատրաստես ուտելու, Հենրին էլ ալարելու է գնա հացի։ Կամ տեսնեմ երեխեքս նիհարել են։ Օ, ես եղբայր էլ ունեմ։ Լիկա, Մամ, ես Տյոմին կասեմ ինձ սուշի կբերի։ այդ տղու ոդկը այս տանը չլինի։ Երբ ես պատրաստում հորդ հետ խոսես։ Լավ, մամ, որ հետ գաք, պապայի հետ կխոսեմ։ Պապատ որ իմացել է գործընկերոջ տղայի հետ դեյթի ես գնում արդեն մի շաբաթ է ու ինքը տեղյակ չի, գիտես չէ ինչա լինելու։ Ինչի՞ է մեզ բերել ստեղ, հա? Կարողա պիտի չգայինք։ Դե վեր չգայինք վեր երկենալու մենակով գար, ինչ ենք անելու։ Տղերք թարեք։ Իսկ ում ես ման գալիս, որ Մոտավորապես ինձ տղերք թաղելու։ Հասկացաք, չէ՞։ դե հա, ճիշտ ասած, շատ հարմար տեղ է։ Արևկող։ Գիտեք ստեղ ով է թաղած։ Մայքլ Ջեքսոնը, Վոլտ Դիսնեյը։ Որ Դիսնեյը Չես ճանաչի։ Այ քեզ բա։ Տղերք, մարդ ապրում է 100 տարի, 80 տարի, դեմ դեպքում 40։ Ապրել է ժամանակավոր է, իսկ գերեզմանը ցմահ է, հասկանում եք, շատ կարևոր է ովքեր են հարևաններդ։ Վաղը չմիսորը բա փարթի ես ուզում բռնես, չզանգեն ապե պոլիս կանչեն։ հալի Կյանքում մտքովս չեր անցնի, է։ Բա Այս քո այդ գաղափարն եմ սիրում, էլի։ լուրջ չեք ջոգում, որ կատակ եմ անում, տղերք։ Իմ երեխեքի հարցով ավելի հանգիստ եմ, քան ձեր երկուսիդ։ Այ ջոկել են որ շուլուղ անում։ Արի Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ, արժանացեք արքայական հանգստի։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ այս այն մուզածը։ Supreme Rolling Doors Los Angeles-ում հայտնի ընկերությունը առաջարկում է տան փաթիոների համար ժալյուզների տեղադրման միանգամայն նոր լուծումներ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այժմ արդեն տեղադրվում են նաև դրսի համար նախատեսված շաուերներ, գեղեցիկ եւ ժամանակակից ոճով պատրաստված։ Իմ անունը Հայ է, ազգանունս Յան։ Հոգուս միջի խինն ու տոնը հերու հողում նվիրողի սանունն է Յանս 333 North Verdugo Road։ Յանս, իսկական հայկական համոհոտ։ Պատար շաուրմա ամենահամեղ եւ բազմազան շաուրմայի տեսականին Գլենդելում պատրաստված բարձրորակ մսամթերքով եւ հմուտ խոհարարների ձեռքով։ Ընդունվում են պատվերներ, կատարվում է առաքում, DoorDash, Uber Eats, Postmate եւ այլ ծառայությունների միջոցով։ Մկանային ցավերի դեպքում արկա է իր տեսակի մեջ բացառիկ Cupping բուժում։ Advanced Chiropractic Wellness Center, Van Nuys եւ Burbank քաղաքներում։ Այցելությունների համար զանգահարեք։ Ամենակարևորը մթնոլորտ, որտեղ կարելի է հանգստանալ, ստեղծագործել եւ վայելել ժամանակը ընկերների հետ։ Bohemian House-ը ոչ միայն սուրճի վայր է, այլև փոքրիկ անկյուն արվեստի, մտքերի եւ ժպիտների համար։ 415 East Broadway Street in Glendale։ Օրվա արագ տեմպի մեջ հաճախ մոռանում ենք ամենակարևորի՝ ինքներս մեր մասին։ Իմ հագեցած աշխատանքային օրն ամփոփում եմ մեկ բաժակ թեյով եւ Malatia Bakery-ի անկրկնելի Armenian Gatha'յով։ Armenian Gatha, համ, որը հիշվում է։ Համեղ եւ տարբերվող խոհանոցի ներդաշնակություն հարիր միայն բարձրակարգ ճաշակին։ Անզուգական սրահինքից Hookah Lounge Patio, լավագույն եւ ռոմանտիկ երեկոներ բաց երկնքի տակ։ Սա պարզապես ռեստորան չէ, սա Cosmo Palace-ն է։ Glendale Galleria Bloomingdale-ի հարևանությամբ է գտնվում Maternity Imaging կենտրոնը։ Բժիշկ Գևորգ Քրաջանի գլխավորությամբ կարող եք օգտվել բազմաթիվ ծառայություններից։ Maternity Imaging Center։ Արդեն ավելի քան 10 տարի ամերիկյան շուկայում լինելով առաջատարը, ձեզ ենք մատուցում այն լավաշը, որի համն ու բույրը անմիջապես հիշեցնում են Հայաստանը։ Եթե լավաշ, ապա նաղաշ։
Մեր թիմը պատրաստ է պայքարել ձեզ համար, ապահովելով լավագույն արդյունքը եւ լավագույն փոխհատուցումը։ Դուք արժանի եք արդարադատությանը եւ մենք այստեղ ենք ապահովելու այն եւ ձեր պատշաճ փոխհատուցումը։ A&M love you։ Սա Chandler Fun Zone-ն է, մի վայր, որտեղ ամեն ինչ հարմար է տոն կազմակերպելու համար։ Ապահովում են, որ օրը լինի հաճելի եւ լիարժեք։ Ունեն նաեւ game room, որը հիանալի է ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար։ King's Restaurant and Lounge, բարձրակարգ ռեստորան, անգերազանցելի միջավայր, ամենահամեղ կերակրատեսակների լայն ընտրանի։ Այստեղ ձեր բոլոր այցերը կդառնան հիշարժան, թողնելով ամենագեղեցիկ հիշողությունները։ Հրաշալի նորություն։ Ձեր հարմարավետության համար արդեն գործում է HiPost-ի 5 մասնաճյուղ, որտեղից կարող եք գումար ուղարկել աշխարհի ցանկացած երկիր կամ ծանրոցներ դեպի Հայաստան մատչելի արժեքով։ Մանրամասների համար զանգահարեք 818 991 0000։ HiPost, ազգային փոխադրող։ Շուտով նոր տարին կծեծի ձեր դուռը, թող այն լինի ամուր, գեղեցիկ եւ ճիշտ տեղադրված։ Mighty Builders Inc. Միլգարդի որակը տեղադրված խնամքով։ Դայանա Մարտեսյանի գլխավորությամբ գործող Fidelity Realty and Loans ընկերությունն առաջարկում է անշարժ գույքի առքովաճառքի գործարքների լայն շրջանակ։ Ներառյալ առանձնատներ, բնակարաններ, հողատարածքներ, առևտրային կենտրոններ։ Մենք կօգնենք ձեզ ձեռք բերել անշարժ գույք Կալիֆոռնիայի տարբեր քաղաքներում, այդ թվում Van Nuys, Lake Balboa, Granada Hills եւ այլ քաղաքներ։ Առանց ցավ 3D տեխնոլոգիաների միջոցով կատարելություն ապահովող ատամնաշար, վինիրների, իմպլանտի տեղադրում 24 ժամվա ընթացքում։ Կենտրոնում գործում է նաեւ ֆինանսավորման ճկուն եւ մատչելի համակարգ։ Այստեղ կարող եք այցելել ձեր ընտանիքի բոլոր անդամների հետ։ Տեղում Որակ յուրաքանչյուր գնումում։ Մա, այսիշ կայսես մենաքսը։ Լավ չմերով։ Սովա քեզ շմրթեքսստե։ Ապուշի մեկը։ Հենրի, այսօր է առավոտվանից։ Ես գլենդել մի հատ գործ կար տեղը գցելու բրծայի կա։ Փաստորեն որ մենք գնացինք, դու սենց ես քեզ պահելու։ Հա, բա ինչ անելու, մամ ջան։ Ու կլինի իրան ասեք, որ քանի դուք Սան Ֆրանցիսկոյում եք լինելու, այս տան մեծը ես եմ, ու ինքը պարտավոր ինձ լսի։ Լիկա, տան մեծը տարիքով չեն դառնում։ Տան մեծը այն մարդն ա, ում կարիքը ամենաշատն ա զգացվում։ Սույն դեպքում այդ պապանա։ Տան մեծը ոչ թե ուշադրություն ա պահանջում, այլ պատասխանատվությունից չի փախնում։ Հիշալ պարագայում այդ ես եմ։ Լսի, դու ավելի լավա պապայի չափ մեծանաս, հետո նոր իր հետ համեմատվես։ Այս մենք դեռ չենք գնացել, դուք արդեն իրար ուտում եք, բա որ գնանք ինչ կանեք։ Տնից դուրս եք գալիս, բոլորն ասում են, «Էս ինչ դաստիարակված երեխեք ունեք»։ Կլինի տանն էլ այդպես լինեք։ Պապան որ լսեց իրար հետ ոնց եք խոսում, հաստատ քենսել անելու մեր գնալը։ Ասեմ ավելին, եթե շարունակեցիք, ես եմ քենսել անելու։ Չէ, մամ ջան, մենք կատակ ենք անում։ Հա, կատակ ենք անում, ջան, ուղղակի փոքրիկ հումորային դրվակ էր, բայց ամեն դեպքում աղջկա 10-ը։ Ամեն օր, ամենաուշը, եթե ժամը 8-ին տունը չեղավ, կրիմինալ դրամա կդառնա։ Նենց եկանում մարդ ոչ միտեղ չգնա։ Էս էր ուզածդ։ Դեռ իմացի, որ մյուս անգամ ուզենաս տարիքես շարքումների առիթ հանդիսացնես, տան մեծ տարիքով չեն դառնում, այլ պահվածքով։ Ապուշ։ Մամ, սպասի օգնեմ։ Օդը լավ մաքուր է, տեղը շատ մաքուր է։ Օդը մաքուր է, տեղը մաքուր է։ Կարող գյումս վեր եկալս դաչա ընտրես քեզ էտի։ Լավ ասացիք։ Դաչա, բա ինչ է։ Բայց լավ արդեն ուշ է, գնանք տուն։ Իրիկունը կգաս։ Ու ինչ իրիկունը, ինչ իրիկունը։ Իրիկունը իրա թռիչքն է։ Չէ, տղերք, իմ թռիչքը 3 ամսից է։ Չէ, լավ տղերք։ Չեմ ասա, չեմ տխրում։ Սովորական ապրում եք։ Կներես էլի, Արման ջան, իսկ կարամ թաղմանորը
Ես բաժակը վերցնեմ ու ասեմ ինքը գիտեր իր թռիչքի օրը։ Այդ դժվար է, մայստրո։ Ախելքդ վրեվա պիցրացա։ Կարող է պալիդանես վետու կուրսի էսիլա։ Արմանը քեզ վրա ճղճղալու է պեն։ Ճղճղալու է։ Է ժամանակ ինքը արդեն է։ Տղերք լավ։ Գործերին ուշադիր եք լինում։ Բայց այդ երկրորդականը։ Առաջնայինը երեխեքն են։ Հայ ես շատ խիստ հայր եմ։ Շատ։ Դու ընդհանրապես խիստ ես։ Ուր մնաց հայր։ Առավել եւս մայր։ Ղետ պետք չի խիստ լինել։ Հետև մեկ ժամանակին տուն գան ու ամփորձանք պարկեն քնեն։ 3 օր կձգեք, չէ։ Հա, բաբոն։ Մեկ էլ հանգար երեխեքի մոտ։ Բերաններից այդ բան չթրցնեք։ Ուե։ Այ ինչ խոսում արմա։ Այդ ճիշտ ես դու։ Այ ես ոնց կալիմ խոխոցը կողքին ուշոստամ։ Ուշոնցը իմ պենն է։ Իսկ կյանքում նույնիսկ այդպես բառեր չեմ օգտագործում։ Մենակ ինտերնետում։ Տղերք այդ չեմ ասում։ Իմ հիվանդության հետ կապված։ Այ ես ճոկալ եմ, լի ինչ ասում։ Ինչ ճոկողն ես։ Բա թե դու ես ճոկում, թե ծավալ ես ճոկում։ Շատ ճոկողն ես, ոչ մի բան Ու ինչ։ Չես ճոկում։ Արա լավ էլա։ Բաջան բայլուս։ Պես կոֆե ես խմում։ Ուզես լիկային ասեմ քեզ դնի։ Ինչի կոֆեն լիկանա դրե։ Դե չես, ես եմ դրե։ Ինչ կա նորմալ է ամեն ինչ։ Հա, բաջան սաղ գցել եմ տեղը, դու կարաք հանգիստ գնաք ձեր ամուսնական էքսկուրսիային։ Լսի Հենրի, ես կարամ վստահ լինեմ, որ այս 3 օրը տան ամեն ինչ նորմալ է լինելու։ Կարաս ընդհանրապես չմտածես, պապ ջան, դուք հանգիստ ձեր զբոսանքը վայելեք։ Կոյլանո մայստրոն էլ գալ։ Պապ ջան, իրանց պավեք արաս արխայինելն ես, իրանց հետ իրություն կանեմ, մեջտերին կկայնեմ, մինչև դու հետ գաս։ Համարս եք թողես մոտները, կասես պետք եղած վաղ զանգեն։ Սաս որ նայում եմ, չէ՞ քեզ։ Ոնց որ Գոր Վարդանյանի վերջի կինոն ես։ Մարդիկ միլիոններով նայում են, բայց բան չեն հասկանում։ Այդ Գորնա։ Չէ, ընկերս Աբոն։ Հա, Աբո ջան։ Արի վերև։ Լավ գալիս եմ։ Մամեն կասես, որ արագացնի։ Ես էլ չուտես։ Դու ասա, որ լավն է։ Վերջն է, որ թիվա։ 36 թիվա։ Աշից դուսի պես եմ պահում։ Քիններ չեկար, որ աբո։ Դե ճանապարհի վրա եք, չեմ ուզում խանգարեմ, Արման ջան։ Քո բան չի եղել։ Չէ, եկել եմ բարի ճանապարհ մաղթեմ, հաջողություն ասեմ ու ասեմ, որ գործերի համար հանգիստ եմ ես։ Ապրես, ախպերս։ Բայց ժամանակ ունեմ։ Կարող եք գոնե կոֆե խմենք։ Արման ջան, տղուս ասել եմ հաջորդ անգամ որ գամ Արմանի տուն արդեն կոնյակով եմ գալու։ Բայց ինչի համար, ախպերս։ Մեր տան մուտքը անվճար է, առավելևս գործընկերների համար։ Գնացեք, եկեք, կգանք կնստենք, երեխեքի մասին խոսենք։ Երեխեքի ինչ կապ ունեն։ Ոնց չգիտեիր։ Ապագա խնամիներ ենք ախպերս։ Արտյոմն ասեց, որ խոսել է հետդ։ Ինչ պետք է խոսա քո Արտյոմի իմ հետ։ Դեն որ հանդիպում են Լիկայի հետ։ Երեխեք սիրում են իրար։ Արման ջան, երևի լավն էլ է տա որ ինձանից իմացար։ Կգանք մեծավարի կնստենք երեխեքի ապագայից խոսենք։ Ինչքան ժամանակ է այդ։ Դե մի շաբաթ երևի։ Մի շաբաթ ու ես նոր եմ իմանում։ Տղետ ինձ ոչ մի բան չի ասել, քեզ էլ խաբել է, որ իմ հետ խոսացել է։ Աբո դու այսքանից հետո մտածելու շատ բան ունես, որ մտածած վերջացնես, տղուտեր կբացատրես։ Մերսի որ եկար։ Ծաղիկս, ես ոնց փակեցիր, որ չի բացվում։ Չգիտեմ, մամա։ Ես կդնես մեջ էլի բանկա, սպասի բերեմ։ Ոյ։ Դե օ Dyson չի, որ իմանաս ոնց է աշխատում։ Լսի, նենց չի դու այդ Dyson-ով քո մազերը չես ֆեյնում։ Գոհեղի որ թողում եմ։ Նես չի դու քո միջոցներով ես ձեռ բերել, որ մի հատ է թողես կամ չթողես։ Դե որ տենց մեծ փրթում ես, արի բացի։ Ինչ եղավ։ Չի լինում, մամ։ Ան ինչ եղար։ Արման ջան, խնդրում եմ օգնի էլի։ Պապ, մամայի չամադանը փակել եմ, բայց դեռ ինքը բան ուներ մեջ դնելու։ Կոդը քո քրոջը ծննդյան թվերն է։ Քո ծնունդը երբ էր։ Դա լավ կատակ եմ անում, ինչ եք տես նայում։ Ամսի 1 ինչ է։ Այսինքն 24/1։
Չեղավ։ Հակառակը, մեծը քուրը տա։ Պապճանոպշի շուտ ծնվելով չի որոշում մեծով, բայց ոնց ասես։ 1 Վերջապես։ Մի տեսակ ես, պապ։ Լիկա։ Չէ, նորմալ ամեն ինչ, նորմալ աղջիկս։ Արագացրեք։ Ձեզ խելոք չեք պահում։ Անաչելի զանգեն կանչա, նեղացի 3 օրա, հարամ չանեք։ Պապճան, դու իմ պահով լրիվ կարաս հանգիստ լնես։ Ինչ եք տենց ինձ նայում։ Ես գնում եմ քնեմ, մինչև հետ գաք։ Սրա ներկայությունը ես չեմ կարի երկար տանեմ։ Լսի Հենրի, ես մեքենան չես քշում։ Եթե պետքա տեղ գնաս, Uber-ս կանչում գնում ես։ Հասկացար ինձ, որ մի բան եղավ, ես չեմ կարող 20 րոպեից հասնեմ ձեզ։ Պապճան, նորից եմ ասում, դու իմ պահով կարաս լրիվ հանգիստ լնես։ Ինչ անում եմ, տունը կանեմ։ Դուք հանգիստ գնացեք ձեր սիրային միջոցառումը վայելեք։ Մեծ պատասխաններ ես տալիս։ Մնում է մեծի պես պահեք ձեզ։ Էլի եմ կրկնում, հանկարծ չաղմկեք, հարևանները փոլիս չկանչեն։ Մամ, ինչ աղմուկ, ես արդեն քնած եմ։ Մա լավ էլի, նեղացնում ես արդեն։ Ինչ անում եմ, ընտանիքի համար եմ անում։ Գնացեք։ Դե գնացինք։ Աջակցություն։ Սիրեմ ձեզ։ Եկապաջան։ Դուք կմսես ինչ ես տապը վրետ։ Արա։ Ալավ պա եկա եշեմ։ Եկան չէ, բայց եշը համաձայն եմ։ Լավ, երեխեք։ Դե գնացինք։ Thank you, ասպետս։ Կապրես սապեր։ Ձեզ խելոք կպահեք։ Նայեք հա։ Դե լսի ինչ ես անում։ Թափով եթում ես տուն, այդ յուպի հետ երկարցնում ես, լեզուտ էլ կարճացնում։ Արա, մենոնք ինձ խի մենակ թողեցին տունը։ Լսի մի բան պատվիրի ուտենք էլի։ Ինչ պատվիրել, գտնա պամիդորով ձվածեղ սարքի։ Հա, մեկ էլ սեղանի տենց ղզիկ բաներ չտենամ, ավոկադո, բրոկոլի, ես հայկական օջախա։ Հենրիկ, քեզ խելոք պայի, ազդում ես վրես։ Դե տենց ազդված գնա ու սարքի։ Լավ չես ձեռս բաց։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Պապճան, այս 3 օրն ես ինչ ուտանցավ։ Լրիվ։ Ես կռվում եք։ Չէ, պապճան, ես ինչ ես ասում։ Քուրիկին հարցում էի, կողա ավոկադոյով ձվածեղ ուզես սարքեմ։ Բա դու ես հետ եկել։ Մամայի չձգիր հետ եկար։ Չէ, ապուշտակոտ։ Պասպորտները մամա մոռացել։ Երեխեք, ես հիմա հանգիստ գնում եմ, որովհետև ձեզ վստահում եմ։ Հասկուտեք։ Խփնված։ Լսի հելը, տղամարդու խոսքը խոսքա չէ։ Դե այդ անքննելի փաստ ես արձանագրում։ Դու հենց նոր պապային ասացիր, որ իմ համար պետքա ձվածեղ սարքես։ Թռար սարքելու։ Հա, լավ, սխալ հաշվարկարի գցիր ջեբս։ Արևս կարողա սխալ արեցինք, որ երեխեքին տանը մենակ թողեցինք։ Սիրտս անհանգիստ է, կարողա պետքա հետներս տանեինք։ Եթե այս տարիքում պետք է անց չվստահենք, նշանակում է մեր կյանքում մի բան սխալ ենք արել։ Հա, ախպերս։ Հա։ Հա, երբ հարմարա տենանք իրար։ Ես քեզ կզանգեմ։ Բա, ես ոնց հա տունն ես։ Ուր էիր։ Գործերով։ Դու քանի գլուխ ունես, որ ինձ խաբում ես, տղա ջան։ Պապ, գործերով էի։ Արմանին երբ պետքա տեսնեիր։ Արմանին։ Ես քեզ ասեցի գնամ ես խոսեմ, դու ինչ պատասխանեցիր։ Չէ, պապ, սա խտոշնի է։ Ես մեծ մարդ եմ, ուզում եմ գնամ ես ինքս խոսամ, որ ինձանից տեսի ամեն ինչը։ Հա, պա, տենց էլ կա։ Արա, բա որ տենց էլ կա, ինչի միջև հիմա չես խոսացել հետը։ Պապ, դե Լիկան ասեց մի հատ ինքը կխոսա, հետո նոր ասեց։ Լիկան ասեց։ Կարողա վաղն էլ գա, ինձանից քո ձեռքը խնդրի, տղա ջան։
Բաքու ինքնասիրություն ուր է։ Մետ կբացատրես ինչ ա եղել։ Ինչ պետք է արնի։ Այսօր Արմանին ասում խրամենք դառնալու մարդը տեղյակ չի։ Անես բաներ ասես չկարացա պատասխանեն, որովհետև տղեսին սխալվել է։ Այս ասեմ ինչ ես ասում։ Այսօր թռնում են 3 օրից կգան, ես հանգիստ ինչ պետքա կխոսամ հետը։ Լսի ինչ եմ ասում։ Այսօր Արմանն էս պատասխան տվեց ինձ։ Անենց ամոթանքներ տվեց ինձ, որ մենակ անինքնասերը կգնա իրենց աղջիկ ուզելու։ Իր ասածները մերժելուն հավասար մի բան էր տղա ջան։ Այսքանն է։ Չալա ավտեմը ջելեկա։ Հա։ Դասի քուրդ հաստատ գնալու, հա։ Ահա, երեխեն շատ խնդրեց։ Սի թողեմ գնամ իջ ընկեր ու տուն ուրախանա էլի։ Հա, թին, հեսա գալիս եմ։ Հենոին ասեմ, որ շուտ պարկի ու գամ։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Լավ, դու Լիկա ջան։ Դե լավ, որ լավ եք։ Հենո ջան, մի հատ կգաս։ Ես իմ աղբերներից թաքցնելու բան չունեմ, ստե ասա։ Ես ունեմ։ Արի։ Սա եկա։ Էս էլի մնգոյի տեղը խարդնել եք։ Դու ինչի ես էլ ստե։ Ինչի ուզում ես շուտ գնամ։ Դե տղեկին ասել եմ, որ հավաքվելու ենք դրա համար էլի։ Հա, բա տղերք ուր են։ Լիկա գնում ես, ես անգամ պապային ասեմ, որ տնից դուրս ես գալի ու չես ասում երբ ես հետ գալու։ Զանգի, բայց որ վերջացնես, ես էլ կզանգեմ կասեմ, որ մի ящик պիվա եք բերել, որ 3 հոգով խմեք։ Էդ մերը չի։ Տարիքով ընկերներ ունենք իրանցն է։ Հա։ Ես գնում եմ, բայց դուք ձեզ խելոք կպահեք։ Հույս ունեմ այդքանով կսահմանափակվեք։ Խելոք կմնաս։ Եվ ներդրումների համար լավագույն վարկային լուծումները սկսվում են հենց այստեղից։ LA Regal Mortgage Group and Realty։ Վայր, որտեղ ձեր երազանքների իրականացումը մեր գլխավոր պարտականությունն է։ This is more than food, it's an experience. A place to relax, enjoy the aesthetics, and truly taste the moment. Come for the flavor, stay for the feeling. Elada's Corner, where every visit feels special. Մեր մոտ պահպանված է իսկական մանղալի խորովածի արվեստը։ Փորձեք մեր քյաբաբները, բացառիկ համեր, գիրոսի վարպետի կողմից եւ full plate-ներ։ Վայելիր տեղում կամ օգտվիր մեր արագ-առաքման ծառայությունից։ Մեր մոտ, Հայաստանին ավելի մոտ։ Vegas document-ը նոտրի։ Եթե ամուսիններով ընդհանուր լեզու չեք գտնում, մենք կօգնենք ձեզ բաժանվել 2 օրվա ընթացքում առանց դատարան գնալու։ Baked pizza, երբ սիրում ես, համեղ ուտել։ Ճանաչեք որակը տեսքով։ Օհանյան իմպորտ, հայկական պանիրների եւ կատնամթերքի խոշոր ներմուծողը Լոս Անջելեսում։ Հարցրեք բոլոր խանութներում։ Lit Sushi ամենահամեղ եւ բազմազան սուշիի տեսականին Լոս Անջելեսում պատրաստված անվանի շեֆ խոհարարի կողմից։ Բարձրակարգ սպասարկում, շքեղ քեթրինգ ծառայություններ։ Lit Sushi համի եւ որակի խորհրդանիշ։ Art Modern Design Լոս Անջելեսում առաջատար ընկերությունն առաջարկում է ձեր ճաշակին եւ նախասիրություններին համապատասխան ցանկացած դիզայնի եւ ոճի կաբինետների խոհանոցային կահույքի պատրաստում։ Dog Resort Լոս Անջելեսում շների ամենահայտնի հյուրանոցային ցանցը հայտարարում է Գլենդելում նոր մասնաճյուղի բացումը։ Այստեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ձեր շների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար։ Ցանկանում եք տեղադրել ձեր ճաշակին համապատասխան երկաթե դռներ, դարպասներ, պատվիրել մանգաղներ եւ այլ պարագաներ շուկայական ամենալավագույն արժեքներով, ուրեմն դիմեք Iron King LA ընկերությանը։ Որակն ու բարձրակարգ սպասարկումը երաշխավորված է։
խմբակային թերապիա, ժամանցային զվարճալի ծրագրեր, այս ամենը պրոֆեսիոնալ եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ ձեր օրը կդարձնեն հետաքրքիր եւ բովանդակալից։ Զանգահարեք եւ գրանցվեք այսօր։ Մենք սպասում ենք ձեզ։ Արդեն 10 տարուց ավելի է Liquor Corner-ը Glendale-ի սիրելի խանութն է։ Այստեղ ամենացածր գներն են։ Մենք ապահովում ենք բարձրակարգ սպասարկում եւ մեզ մոտ բոլորը գտնում են այն, ինչ փնտրում են։ Մազերի մակերեսային խնամք կարող են անել բոլորը, բայց իրական վերականգնումը միջև մոլեկուլային մակարդակը ոչ բոլորը։ Պահպանեք ձեր մազերի ուժը եւ տեսքը ճիշտ խնամքով։ Մի $1000 ծախսի տակ ընկանք։ Չէ, 300։ Պա, էդ ինչ եմ բերելու որ։ 12 տեսակի appetizer, հավի ու տավարի անուշահամ քեբաբ, հավի եւ խոզի ածուխի վրա պատրաստած խորոված անխորժելի սալման։ 707, 771, 77, 71։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Rouge Rose specializes in premium roses grown at the highest elevations of Ecuador. Alongside our signature roses, we offer a curated selection of toys, balloons, gifts, and party supplies, welcoming you at our 2 California locations, 12,736 Sherman Way in North Hollywood and 1140 East Broadway in Glendale. Տղեկ, զանգել եք տղեկին գալու են։ Հա, զանգել ենք, ես հասնում եմ։ Դες մտածում եմ, որ 3 օրվա համար մեքենա չես վերցնի։ Չէ, կյանք, սենց ավելի հարմար է։ Վայ, արմ, քեզ մի հատ կոստյում չգնեցինք։ Հա, լավ ես ասում, գիտես, քանի ժամանակա կանանք մա կոստյում առնենք։ Հիմա ես ուզում գնանք, թե իսկ ռեստորանում ժամ չես պայմանավորվել։ Ռեստորանի համար էր ասում։ Քիչ պետք է կոստյում ինձ գեղեցկացնի։ Իսկ դու ինչ առիթ նկատի ունեիր։ Ես իմ, մտքովս անցավ ասի կոստյում բան ակնեմ։ Ոչինչ, վաղը կգնանք, քեզ մի քանի տեսակի սիրուն կոստյումներ կգնենք, ով տեսնի, սիրահարվի։ Կյանքից պետք չէ, որ ինչ-որ մեկին սիրահարվի։ Բա ես։ Դու ինչքան պետք է արդեն սիրահարվել ես։ Ես արդեն 20 տարի է դրա տակ եմ։ Տղեկ, մենք այսքան մարդ չենք հրավիրել, ես ովքեր են։ Դե մենք դեմից կանչեցինք Ալիկին ու Արոին, Արոն Հրաչին, Հրաչը Վալերիկին, Վալերիկը մի հատ Գորիսի քաշած արաղուներ, խմեց, դեհոլչիներին կանչեց։ Այս դեհոլչինը ծանոն DJ-ա ունեցել, կանչեն են, որ ուրախանան, DJ-ն է TikTok-ի լայվ անելուց ա եղել, կանչեն ասա follower-ներին։ Բալավ տղեկ, այսքանից Մելանին ով է կանչել։ Ախպեր, դա արդեն դու ճշտի քո ավանած աղջիկն է։ Լիսի, ես էլ ես դու նկարել։ Շոտ սիրուն է։ Վերջն ես դու թին։ Այս ամենասիրունն է։ Կնվիրեմ քեզ։ Լեսպասին գեշոնա զանգում։ Հավիկ։ Լիք, բա դու ես։ Ես Թինայից տանն եմ, ինչ կա։ Ասա թող ինքն էլ գա։ Ոնց։ Ես էլ գիտեմ դու էլ ես, այդտեղ դրա համար եմ եկել ձեր տուն։ Մեր տուն։ Մեր տանը ինչ կա։ Այսինքն ինչ կա։ Այդտեղ սենց փարթի է ու դու տեղյակ չես։ Փարթի ինչ։ Հələ վիդեոտ միացրա։ Սպասի միացնեմ։ Նայ։ Ինձ այնքան լավ եմ զգում, ոնց որ կինոյի աղջիկը լինեմ։ Որ կինոյի կյանքս։ Դե սենց սիրո մասին կինոյա, որտեղ կինը եւ տղամարդը հանդիպում են, հետո սիրում են իրար, բայց չգիտես ինչի միշտ կինոներում, երբ որ մարդիկ իրար սիրում են, մի վատ բան է տեղի ունենում, կամ եթե ամեն ինչ նորմալ է, ուրեմն ֆիլմը վերջանում է։ Դե կինոյում տենց է։ Կամ բաժանվում են, կամ գնում են ուրիշ պետություն ապրելու։ Կամ էլ ինչ։ Ան, ափսոս կյանքն էլ կինոյի պես չի, որ սցենարը խոզած ձևով գրես։ Ինչ որ բան ես ուզում ասել։ Չէ, կյանք խոսում ենք։ Զանգենք երեխեքին։
Անգեր հարմար խա գնա խոս։ Սրա ի՞նչն է հարմար բա։ Անգեր sense պահալը չի եղել որ դուք նույն տարածքում եք ու ոչ մեկ չուզենա քեզ տապի։ Արայստը փող չի ծնվել։ Ահա քո ասած նահա գնա։ Սեդուլիկ ջան, բարի օր։ Լսի ամեն անգամ ուզում եմ քեզ մի բան ասեմ, հայ չի ստացվում։ Այդ ինչ ես ուզում ասես, որ։ Ուզում եմ ասեմ, դե շատ սիրուն ես էլի։ Բա ինչի՞ չէր ստացվում առաջ ասեիր։ Դե նոր նկատեցի։ Ասում ես ամեն անգամ ուզում ես ասես։ Հա բայց ինչ կթիմած մարդս, բան էլ ասեցի էլի։ Պարզա։ Լսի կարող է գնանք բարելու, հաջորդ օրը քեզ կանչեի կոֆե խմելու, իրուգունը քեզ տանեի տուն, դրանից հետո ո՞րն է։ Հա հիշեցի։ Հաջորդ օրվանց է քեզ համար է ընկերուհիս։ Մերսի, որ այդ փուլում կանգնեցիր ու ժամանակ տվեցիր պատասխանեմ։ Խնդրեմ Սեգա ջան, հենց պետք է լեմ ստեղը։ Չէ, չի կարա տենց բան լինի։ Հա, ապեր, ի՞նչ կա։ Դու ասա էլի ապեր։ Սաղ անջատեք, ոչ մի ձեն չգա։ Հա, պաճան։ Հենրի, ինչ ես անում տղես։ Բան չէ, պարկել էի քնելու, աշկս կպել էր։ Ասպետս, մենք էլ մտածում ենք դեռ ընկերներիդ հետ ես։ Չէ, տղեկը գնացել են արդեն։ Տղես, այսքան շուտ պարկել ես։ Հա, դե, դուք ստեղ չեք, մոտս անորոշություն էր, ասի մի քիչ շուտ պարկեմ, էլի։ Քուրիկդ էլ ա քնել։ Հա, ասել եմ գնա շուտ քնի այսօր։ Հերի էդ ինչ էր։ Հեչ, մամ ջան, տելևիզորով կենթանիների աշխարհն էին անում, մի հատ ես զնգավ ջուրը։ Ով ընկավ։ Ասում եմ ես, ինչ էր, փոկը։ Լավ, Հենրի, քնի հանգստացի բարի գիշեր։ Կներես փոկ բարի համար, ես։ Կլինի արդեն գնանք, կլիներ ընդհանրապես չգանք։ Մյուս անգամ, որ ասեն դպրոցի երեխեքով հավաքվում ենք, ճշտի որ դպրոցի։ Մերոնք, որ իմացան ես այստեղ եմ եկել, քո համար լավ չի լինի։ Իմ համար արդեն լավ չի։ Նոր մաման էր գրել։ Ասում է իրան էլ եմ փարթի կանչել։ Ոնց անցնում։ Մեր համար արդեն անցել վերջացել է։ Դե ինչի։ Դեստեղ մեծ մասը չենք ճանաչում։ Հետո ինչ, կարևոր ինչ ճանաչում ես, մնացած էական չի։ Դե որ կարևոր չի, ուրեմն մենք գնացինք։ Մելան ջան, ինչով եք գնալու։ Մելան չէ, Մելանյա ու տաքսիով։ Չէ, ես ես կտանեմ։ Չէ, պետք չի։ Ինչ խոսած։ Դե օբշուտ իրան ճշտ գրիտ ապահում, բայց մի կողմից էլ հա ինչքան սենց։ Տղեկ, DJ-ը լայվ անում։ Կարող ասենք sold out-ը մի հատ էլ ենք որ ավելացնում։ Այ հորս Սարև, նա ինչ ես անում։ Գնա թափովը DJ Հերոսը վեկալ գցի բասեինը, քանի տնեցիկ չեն տեսել։ Թե չէ Սան Ֆրանցիսկո Լոս Ռեյսով ուղիղ քիչն DJ-ի վրա։ Մուշո դու էլ արի հետս։ Այ, սիրտս նենց հանգիստ է, որ երեխեք արդեն քնել են։ Դե հա, շատ լավ է։ Կյանք, մի հատ գործ կա, ուզում եմ վերցնեմ։ Ինչ գործ։ Մայամիում պետք է հյուրանոց սարքվի, դի գնամ մի քանի ամիս մնա Վարայի մոտ։ Շատ մի 6 ամիս էլի։ Փաստորեն հետ էր մտքիդ։ 6 ամիս, հա։ Մայամիում, մենակ։ Դու ոնց ես պատկերացնում առանց մեզ։ Դրա համար ուզում եի խոսենք, կյանք։ Խոսելու ոչինչ չկա։ Մենք էլ ենք գալիս։ Ինչ ես խոսում։ Ոնց կլինի տենց Աննա։ Կլինի։ Փաստորեն դու առանց մեզ կարող ես ապրել, լավա չասեցիր։ Մի քանի տարի, մի քանի ամիս։ Չէ, ես էլ չեմ կարող առանց ձեզ ապրել։ Ասպետի սովորեք վերջի առանց ինձ ապրելու, թե չէ։ Դե նկատվում եմ մի որոշ ժամանակ։
Դու ոնց որ շատ հեշտ կարող ես, հա, առանց մեզ։ Չէ։ Ես էլ չեմ կարող առանց ձեզ։ Ուրեմն այսպես Արման։ Կամ գնում ենք բոլորս իրար հետ, կամ ընդհանրապես չես գնում։ Հասկացաք։ Լավ մի նեղացի, խնդրում եմ կյանք։ Հենա մեր մեքենան։ Աղջիկներ, նստեք ավտոն ձեզ տանեմ տուն։ Էլի դու։ Չէ, մերսի, մեր մեքենան արդեն եկել է։ Չեմ հասկանում, ինչի համար է էսի էջուկ սպավածքը։ Սենց ավտոն ստեղ կանգնած պետք է տաքսով տուն գնաք։ Լուրջ, էս ձեր ավտոն է։ Հաբա հոյիմը չի։ Մուշո դու սուս։ Ես միշտ երազել եմ սենց ավտոյի մասին։ Այսքան ինձ հերիք է, կարաս էլ ոչ մի բան չասես։ Սենց ռակցիա էր սպասում։ Հա, մուշո։ Կներես, լավ չեմ խաղում, բայց հիմա կհասկանաս, որ ինձ սենց բաներով չես կարա տպավորես։ Նախ, մենք տպավորիչ ենք, որ տպավորենք, երկրորդն էլ նստում եք ձեզ տանեմ, թե ոնց։ Չէ իհարկե։ Հարց չկա, ոնց ուզեք։ Մուշո նստի ավտոն քեզ եմ տանում։ Ինչ։ Բայց ես տուն չեմ ուզում գնալ։ Ուզում ես, դու չգիտես։ Ընկի առաջ։ Երեխեք, բայց այդ վիճակով չարժի մեքենա քշել։ Հենց այդ վիճակով արժի։ Նստի։ Uno! Ora, դեզզվցրալ ես, լի uno։ Լավ ասում չես մուչանոյա։ Մի այդ նորմալ բացատրես խաղի կանոնները վեր հասկանամ։ Դե մերը բացատրելով մեկ այդ գլուխը չի մտնում։ Արա, դե մենք գլուխը իշկապ ունեմ մտնելու հետի։ Դե, բյա, բաս ես Արմոնն է։ Լավ էլ հա։ Հա, Արման ջան։ Երկար չեմ կարող խոսալ մայեստրո, բայց գնացեք մեր տուն, լսեք երեխքը ոնց են, ինչ են անում։ Արման ջան, քնած կլինեն էլի։ Չէ, խոսացի հենց այդ, ձեր տվեց իբր գնացա, բայց հաստատ մի բան այն չի։ Բայց գնացեք մեր տուն, լսեք ինչ է կատարում ինձ ասեք, էլի։ Լավ, հիմա կկազմակերպենք։ Գնացինք ռազվետքի։ Արա, ինչ ռազվետկա, եկ մի հետ էլի խաղանենք, մամու նարև լուրջում ասում։ Ջամփին մաֆիա կխաղանք։ Հա, դե ուրեմն մաֆիան ես եմ։ Մաֆիոզը ես եմ իննական։ Չէ, արի ջամփին կասեմ։ Յա, լավ այկա։ Այս ինչ աստեղ կատարում։ Յա։ Զանգի թողտյամը գա։ Չաղջի գիշես։ Հենրի։ Ուրա տոպուշը։ Մեկին հարցրու։ Պապան իմանա երկուսից է սպանելու է։ Ուրա Հենրին։ Լիկա քեզ ով է հրավիրել։ Ոչինչ, որ ես իմ տունն է։ Հա, հասկացանք քո տունն է, բայց ով է քեզ հրավիրել։ Ուրա Հենրին, Վահոն։ Մուշոյի հետ գնացել եմ։ Ուր։ Բարի գալուս Նորթ Հոլիվուդ։ ABC Kids-ն արդեն Նորթ Հոլիվուդում է։ Նախակրթարան, որտեղ ձեր 2-ից 6 տարեկան երեխայի խնամքը կզուգորդվի նահանգի կողմից հաստատված համապարփակ կրթական ծրագրով եւ տարատեսակ զարգացնող խաղերով։ Մեր փորձառու ուսուցիչները ձեր երեխային կուսուցանեն նաեւ շախմատ, ռոբոտաշինություն, նկարչություն, հայոց լեզու, երգ եւ պար։ Երեխաներին տրամադրում ենք օրգանիկ եւ թարմ սնունդ։ Կարող եք դիմել նաեւ CCRC ծրագրի միջոցով։ ABC Kids, լավագույնը ձեր երեխայի համար։ Mirage ռեստորան։ Մինչև 500 հյուրի համար նախատեսված շքեղ սրահ, բարձրակարգ սպասարկում եւ բացառիկ խոհանոց։ Mirage ռեստորան։ Մեզ մոտ ձեր օրը դառնում է իսկական տոն։ Ակշար USA-ը ներկայացնում է Հայաստանի արևահամ բերք ու բարիքի համն ու հոտը Լոս Անջելեսում։
Արտադրանքը ստանում ենք Հայաստանից, տեղում պահեստավորում եւ մոտակարարում ենք բոլոր խանութներին։ Առաջարկում ենք շուկայականից ցածր գներ եւ ճկուն վճարման տարբերակներ։ Կարող եք նաեւ նախորոք պլանավորել։ Գրանցվելով այսօր, դուք ապահովում եք առավել մատչելի գին ապագայի համար։ Valley Memorial, Լոս Անջելեսի հայ համայնքի կողքին, ամենաբարդ պահին։ Դուք կարող եք գտնել մեր ապրանքները ձեզ մոտակա հայկական խանութներից։ Իսկ մեծածախ գնումների համար այցելեք Prestige Housewares .us պաշտոնական կայք, որտեղ ձեզ կօգնեն մեր մասնագետները։ Prestige Housewares. Որակյալ սպասքի ձեր լավագույն ընտրությունը։ Prestige Housewares. Առաջին բան առավել քան որևէ այլ բան, որ հետ կբերի ձեր երիտասարդ տեսքը, գեղեցիկ, փարթամ, առողջ մազերն են։ Երբ կա Քուրուքս մազերի մասնագիտացված կենտրոնը, որը մեկ օրում վերականգնում է ձեր սեփական մազերը անցավ հաճելի միջավայրում, ինչու չանել այն։ Զանգեք 818 418 1111 եւ ամրագրեք ձեր օրը։ Կամ պասապտես այցելեք 229 North Central Avenue, Glendale, առաջին հարկ, մուտքը փողոցից։ Սա ուղակի հրաշք է։ Հազարավոր մարդիկ արդեն արել են սա ու վայելում են իրենց երիտասարդ տեսքը։ Բա դու զանգեք 818 418 1111 Քուրուքս։ Դուք նորից երիտասարդ եք։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, մեդիկեյր եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Երբ սիրտդ քաղցր է ուզում, Միլաշճելոն միշտ պատրաստ է։ Ամեն քաղցրավենիք պատրաստված է սիրով, հոգատարությամբ եւ անպայման տոնական տրամադրությամբ։ Ցանկացած պահ կարող է դառնալ վառ եւ քաղցր հիշողություն, եթե այն զարդարված է Միլաշճելոյով։ Ջան։ Խոստանում եմ այդ գործը չեմ վերցնի։ Չես նեղանում, չէ։ Չէ, չեմ նեղանում, արևս։ Ուղղակի որ ասեցիր պետքա մի քանի ամսով գնաս, ինձ ինձ մենակ զգացի։ Տխուր բաներից չենք խոսում։ Happy anniversary, my love։ Լավ լիկա թուլացի, ինչ ես ծանր տաղը։ Հա էլի են, ահավես է կազմակերպել է Հենրին, մեծացել է երեխեն։ Հենրի, որտեղ ես։ Արես ինչ ես կազմակերպել։ Ախպետ հանգստացի, հետո ես չեմ կազմակերպել։ Ինքնա կազմակերպված հավաք է ուղղակի, ոչ մի իրավական խախտում։ Դու նորմալ ես։ Լսի, ես Արմանես տունն, հա։ Ալի, ուղղակի Արմանի գլուխն է, լի կորցրել։ Ես երիտասարդների ճաշակը ում դեպքում շատ բարձր։ Ալի շատ բարձր, մնամա ճոկինգ թե պուլտում ձերքին, ալի։ Ավտոն ուրա, տան դիմաց չէր։ Ես դրան ավտո չի ասիլ։ Խփեն ես։ Խփեն։ Դադա։ Արա պապային ինչ ենք ասելու։ Դե պապան որ իմանաք ասի, վա ինչ լավ է տղուս բան չի եղել։ Բայց գիտես չէ, իզուր չի որ այդ ժեշտը այդքան թանկ է։ Եկքա ձորի չուռ եկավ, վրես մի հատ խաշ չկա։ Երեխեք ուր են։ Տղն։ Ես։ Արես պապային գերնային ինչ ես կանչել։ Ես չեմ կանչել, իրանք խեն եկել։ Պարս չի, որ մեզ ստուգեն։ Յա, հոր ախպերություն ես իշկաստը։ Բարև ձեզ։ Իմանա ես ժամի քնաշեք, ձեզ է կկանչենք։ Մի անհանգստաց, մազ արդեն զանգը տվալ կանչալն։ Տեսեք, ես խնջույք եք կազմակերպել։
Հələ մի րոպե։ Լիկա ջան, այս ի՞նչ կարնավալը կազմակերպա։ Չէ, մի խոսքով ես զանգում եմ papayi։ 100%, մայստրո papayi դխոս զանգ տամ։ Իմ papayin չէ։ Արմանի։ Արմանի։ Չէ, papayin պետք չի զանգել։ Բայց ինչ եք զանգում։ Մենք ոչ մի սխալ բան չենք արել։ Պապան ասել է տունը կլինեք, մենք հետ տունն ենք։ Հա, բայց ես քեֆ ուրախության մասին ջում չէ, короче զանգտո։ Հա, զանգի հարամ արա։ Ազիվ ընկերդ մի հատ ռոմանտիկ բաներ ուզեցի կնոջ հետ կազմակերպեր։ Ասում էր գնամ հուսով եմ ոչ մեկի չի անհանգստացնի, բայց ոնց որ առաջի անհանգստացնողները դուք եք լինելու։ Մայստրո, բայց երեխան ճիշտ էր ալի ասում, կարող է զանգ չտալ։ Ամեն ինչի հետ համաձայն եմ, բայց երեխան մի քիչ արդեն չափազանցրած է, էլի։ Նայեք, որ դուք մեզ հետ եք, հաստատ ոչ մի վատ բան մեր հետ տեղի չունենա։ Չէ՞։ Տրամաբանական բան ես ասում։ Ճիշտ ես ասում, թող մեր աղբերը հանգստանա։ Էլի։ Բայց ես հետո անպայման իրեն տեղյակ կպահեմ։ Լավ, քեչիկ, մենք քեչինք կայֆավատանելու, քեչիկ։ Այդ տղա։ Արա եկլի ասում, կայֆավատանելու։ Էս էր ուզածդ, հեսա պապային կան ամեն ինչ պատմելու են։ Այդ հավատան եմ հանգստացի։ Ես այնքան են խմելու, բաղարավոտ զարթեն մոռանան ինչի համար ենք հավաքվել։ Դες ոնց է այս անտերը, Ինչի չեմ պատասխանում։ Ան։ Գալիս եմ կյանք։ Արամ, ինչ ես անում։ Մի հատ շուտ գնամ մեր տուն ու զանգի ինձ։ Արմ, խնդրում եմ արի էլի։ Եկա կյանք, արագացրա։ Սիրտս երեխեք հետ էր խոսում։ Հա, լիկանն էր։ Ասմա հաց եմ սարքում, որ ուտենք։ Գիտեմ, որ նկարվել չես սիրում, բայց խնդրում եմ արի մի քանի հատ նկար ունենանք էլի այստեղ իրար հետ։ Բայց ով ասած չեմ սիրում։ Քո հետ նկարվել գիժես դու։ Գնա, դուր։ Սպասի։ Excuse me, photo please. Thank you. Thank you. Գիտես քեզ ոնց եմ սիրում կյանք։ Ես չէ։ Ախ, ոնց սիրեցի ես այս ամեն ինչը։ Արմ,
Մտքովս ինչ լավ բան է ասում, չես պատկերացրի։ Ասա հենց հիմա անում եմ։ Չէ, հենց հիմա այ մասին չի, պետքա խոստաս։ Կանք ինչ ես ուզում, դու ասա։ Խոստուր կասեմ։ Կյանքս խոստանում եմ, որ ինչ այսքան ժամանակ ուզել ես, ես արել եմ, չէ։ Դե ասա։ Ուրեմն, կյանքս խոսք ես տալիս, որ ամեն տարի մեր անիվերսերին մի նոր քաղաք ենք գնում։ Օրինակ, գիտես, հաջորդ տարի ուզում եմ, որ գնանք Փարիզ, հետո Վենեցիա, հետո Մոնակո։ Խոստուր։ Ես քեզ խոստանում եմ, որ ամեն տարի մեր ամուսնության օրը դու կլինես քո ուզած քաղաքն։ Կյանքը։ Բայց դրանով չի վերջանում, գիտես չէ։ Հետո տանում ես ինձ Մալդիվներ, հետո ուզում եմ Ես դերին թղթերի վրա իմ հիշողություններն ա գրած, ձեր հետ կապված։ Ես իմ առաջի վիդեոն ա։ Հետո չգիտեմ, ես թվում ավելի հեշտ կլինի։ Դե կիմանամ ինչ պետք է ասեմ։ Դուք սա կնայեք, երբ արդեն ես ֆիզիկապես ձեր հետ չեմ լինի։ Դուք իմ ընտանիքն եք, իմ կյանքի իմաստը, ինչի համար ես ապրել եմ։ Բայց հիմա ես իմացել եմ, որ քաղցկեղ ունեմ։ Մեզ միշտ թվում է, թե այդպես բաները մեր հետ չի լինում, ուրիշի կյանքում է լինում, այդ մեր մոտ հնարավոր չի։ Չիմանաք դժգոհում եմ, ուղղակի ինձ բժիշկը 3 ամսվա կյանք տվել։ Ես ուզում եմ այդ ժամանակը նենց օգտագործեմ, որ դուք սովորեք առանց ինձ ապրել։ Առանց ինձ այդ դժվար չի։ Այդ ես եմ մեղավոր, որ դուք այդքան կախված եք ինձանից։ Ու հիմա պետք է նենց անեմ, որ այդ կախվածությունից բուժվեք։ Աննա, ես քեզ խոստացա, որ ամեն տարի մեր ամուսնության օրը դու կլինես ինչ-որ մի քաղաքում։ Իմ համար շատ ծանր էր այդ խոստումը տալ, որովհետև գիտակցում եմ, որ ես քո հետ չեմ լինելու։ Բայց մենակ այն միտքը, որ դու երջանիկ ես լինելու, ինձ հերիք է։ Ես Տոմսերն եմ։ Ամեն տարի մեր ամուսնության օրը դու երեխեքիս հետ միասին կլինես ինչ-որ մի քաղաքում։ Ան, խնդրում եմ ինձ խոստացի, որ ամեն տարի մեր ամուսնության օրը դու այսօրվա պես երջանիկ ես լինելու։ Երեխեք, ձեզ շատ եմ խնդրում, մամայի կողք եղեք, այսօրի դրա կարիքը շատ ունի։ Այսօրվա համար այսքանը։